Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, հարգելի ժողովուրդ, եթերում է հունվարի 13-ի, այսինքն 9 նոր տարի 13-ի մեր հերթական հաղորդումը, հանրային ձայնի։ Մի տեսակ շփթփ իրավիճակ, մեր մշտական անդամներն արդեն տեղում են, Պարոն Աբազյան, Վայա Ղազարյան, Սասուն Խաչատրյան, Հաչալի Մարդ, նույն ինքը գլխավոր դատախազի տեղակալ, Անդոյ, Արգիշտ, Սրբովի Գալյան, Ռոզիկ և իհարկե Քրիստինե Հալաջան։ Աղշասարդու ընչես է տենց հնդկական հոգնվե։ Հնդկական ոչ է, մի տեսակ գույնս գույն, էտո ինձիսկի ոչ։ Սազման։ Դե այտենց հնդկական է, գնա դուրը բաց։ Գնա դուրը բաց և ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Տակ, Ռուբեն Վարդանյան Արայիկ Հարությունյան, Արցախի Ղախպեկ, Էնյան։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան, Տուդի։ Երևանի քաղաքապետարան, քաղաքապետ և իհարկե Բոզի տղա Ավինյան Տիգրան, քաղաքապետը անցնումա Էսյան, Բոզի տղեն անցնումա Ինյան, ճավելի շուտ դունստի դրան մոտ։ Ավինյան Տիկոն, Ռուզիկ, կիսո, նստամա դրան մոտ։ Նստամա ու սկսմա համվել, դանդաղ համվի։ Էտա Ղարաբաղի ժողովուրդստեն։ Քերակատարողական վարության պետ Ատոմյան արտարադատության նախարարով։ Դա։ Սուրեն Պապիկյան։ Քաղաքապետարանը ստեղը, Ծաղիկ Ռուբո, Բրաբեոն Ֆլորա Սերվիս։ Ոնց որ ասում են ողորմածիկ Կարեն Դեմիրճյանը։ Так, ստեղ ես սրանք կան արդեն քաղաքապետարանի թեման։ Արտեմ Աբրահամյան, Երևան քաղաքի նախկին կոմունալ վարչության պետի տեղակալ Տարոն Մարգարյանի հետ միասին, որ այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում։ Սա էլ Էլի Ավինյան, դու դանդաղ համվի, առանց աչ ու ձախ նայելու դու համվի։ Так, եկեք սենց դեմից բանով սկսեք մի տեսակ պոզիտիվ նորությունով նոր անցնենք մնացածներին Քրիստիկ դուրը թող անցի նստի, աղջի դուրը թող, փագի անցի նստի։ Նախ հանրային ձայն հաղորդաշարը ուզում է իր խորին շնորհակալությունը հայտնել Դելտա կլինիկ և իմամ բժշկական կենտրոններին, ինչպես նաև կենտրոնի տնօրեն Մարիամ Վահանյանին, որովհետև սա են եզակի բուժ հիմնարկություններից է, որը որ ականջալուր եղավ հանրային ձայն հաղորդաշարի խնդրանքին և այս թանկ ու կրակ երկրում, չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանձինս Նիկոլ Փաշինյանի ասում մենք բացի անվտանգությունից ունենք մնացած բոլոր առաջխաղացումները, չգիտեմ այդ ինչի մեջ է այդ առաջխաղացումները, կրթական համակարգը, օրինակը բերեցի, պետպատվերները բոլորը թափուր են, առողջապահական համակարգը մի խայտառակ իրավիճակ պետպատվեր գոյություն չունի առհասարակ, կրթական համակարգն ասեցինք, առողջապահական համակարգ, մշակութային համակարգ, որ ամբողջովին ոչնչացված է,
Չգիտեմ, ինչի նկատի ուներ այդ իմբիցիլը, որ ասում էր մեր մոտ ամեն ինչ լավ է բացի անվտանգությունից, համենայն դեպս շատ քիչ են այնպիսի բժշկական հիմնարկություններ, ինչպիսին օրինակ Delta Clinic-ն եւ իմա բժշկական կենտրոնը, որոնք որ մեր խնդրանքով իրականացնում են բավականին զեղչված բժշկական ծառայությունների մատուցում, շատ դեպքերում անգամ զեղչից բացի դաժե անվճար։ Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ Տիկին Մայրամ Վահանյանին եւ ես որքանով տեղյակ եմ Տիկին Մայրամը պատրաստվում է այցելել na zemlyu obitovanную Գարեգինին կանչեք վերջինս բավականին հավատացյալ կին է ես մաղթում եմ իրեն բարի ճամփորդություն դեպի Երուսաղեմ հավատացյալների երկիր եւ ամբողջ խնդիրը այստեղ կանում էր նրանում եւ երբ որ Delta Clinic-ը եւ իման իրականացրեցին զեղչային ճկուն համակարգը շատ եւ շատ բոզի տղեկ սկսեցին հարցակվել այդ էջի, չգիտեմ, օֆիցիալ էջի վրա, անգամ բժիշկներ գտնվեցին, որոնք որ սկսեցին վատաբանել, չարախոսել եւ այլն։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ սրան նրան վատաբանելու փոխարեն ընկեր բժշկական կենտրոններ երբեմն դուք էլ իրականացեք այսպես ասած մարդկային վերաբերմունք ձեր սեփական հայրենակիցների նկատմամբ եւ այսպես ասած փորձեք ժողովրդին անվճար բուժօգնություն ցուցաբերել մենք այդ մեջ ասենք հիշելով են կոմունիստական թվերը լավից վատից էլի անվճար բաներ անում էին այլ ոչ թե սկսեք քննադատել եւ այլն ինչևից է Delta Clinic-ը եւ իմա բժշկական կենտրոններին եւս մեկ անգամ խորին շնորհակալություն ուզում եմ ասեմ որ գտնվում են հանրային ձայն հաղորդաշարի ինֆորմացիոն հովանավորչության ներքո պետք է նաեւ ասեմ որ մենք գովազդի համար նման հարցերում բանը ոնց է չէ հաճելի մարդ սոցիալական գովազդը անվճար բայց սա գովազդ չի սա իրականությունն է եւս մեկ անգամ իմ խորին հարգանքները Տիկին Մայրամին որպես ծայրաստիճան բարիության տիպար եւ համեստության, որովհետեւ շատ դեպքերում ես տենում եմ ասում եմ Տիկին Մայրամ կարող է դուք նեղվում եք, ես իմ բազմատիրաժ բառապաշարը բացեմ ես անբարոյական զավակների վրա, ասում են ոչ պարոն Ղուկասյան, թող իրենց յուղով տապակվեն։ Մե հիանալի կին, ինչևից է։ Անցնենք առաջ, սա մեկ բարի նորություն։ Երկրորդ բարի նորությունը վերաբերում է նրան, որ այս պահին Մոսկվայից Երևան է ժամանում Это самолет, որը քիշնի 22-30-ի սահմաններում, ով իր հետ բերում է նախկին Տաթև վարչական շրջանի ղեկավարին Սիմոնյան Մուրադին, ով արտահանձնվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությունը փողերի լվացում, կոռուպցիայով։ Սա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շնորհքն է, մոլոդեց, որ սկսեցին, այսինքն հատ Ռուսաստան փախած, ապաստան քթած երևույթներին աստիճանաբար վերադարձնել Հայաստան։ Հուսամ հաջորդը կլինի Քետենի Միրանը։ Ինչ կարծիք ես, հաճելի մարդ։ Ընդամենը րոպեներ ժամերի ընթացքում, մի ժամ երևի, մի ժամվա ընթացքում Սիմոնյան Մուրադս վայրեջ կկատարի Էտո Զվարթնոց օդանավակայան։ Քանի որ գնաց խոսք առողջապահությունից, ամբողջ համացանցը ողողված է մի զինծառայողով։ Որոշել էի չխոսալ, բայց ես իմ լեզվի վրան չեմ կարամ, քյակ խոսոթին։ Ես որ չխոսամ կմեռնեմ, ոնց որ ասում էր աղջի Ռուզիկ, մեր հարևան Զոյան, ավտոյի տակ կմնա, լեզվի տակ չի մնա։ Այդ ինձ էլ էր ասում, լավ կնիգեր։ Ուրեմն ինձ ուղարկեցին լուսանկարը, ինձ ուղարկեցին տեղեկությունները, կապնվեցին բարեկամնի, մի շարք բարի մարդիկ, պարոն Ղուկասյան, մետես, մետերելի, էտո զինվորի վիճայ լուրջի։ Խոսքը վերաբերվում է նախկին ժամկետային զինծառայող Գոր Նազլուխանյանին, ով 44 օրյա պատերազմի մասնակից է եւ զինծառայության ժամանակ ձեռքաբերել սուր լեյկոզ հիվանդություն, այսինքն դեռ 2 տարի առաջ։ Ես ցանկացա զրուցել նախ հարազատների հետ զրուցեցի, ինչպես ներկայացան իրանք, հետո ծնողին եմ զանգում Տիկին Սուսաննային։ Բնականաբար համոզված լինելով, քանի որ իրանք լոռու մարզից են, այս մարդիկ անպայման ընտրած պիտի լինեն Նիկոլ Փաշինյան, այդպես էլ եղավ։ Ես հասկացա, որ այն որ ասում է յարի պակլոննիկ են։
Զանգեցի, բարև ձեզ, ձեր տղան հիվանդ է, այո, լեյկոզ է, այո, ոնց է բուժում, ինչ խնդիրներ ունեք, տուդա, սուդա, դուք հավատացյալ եք, այո, դիմել եք պաշտպանության նախարարություն, ասում եմ վերջի անգամ դիմել եմ 2021 թվականին մի հատ դեղ են տվել, այստեղ նշել եմ, եւ հետո ասում եմ քանի որ զինվորը զորացրվեց, մեզ ասեցին հաջողություն ձեզ, այլևս դուք զինվոր չեք, ասում եմ ում եք դիմել, վարչապետին դիմել եք, ոնց որ ասեց հա, գրավոր, ու զգում եմ մայրը խոսում է, այն որ գիտեք ինչ ձևի է խոսում, այն որ երեխուս կորցրի քեզ կթա, այդ ոճի մեջ, այն որ ելնում է, որ նստած են լինում զոհված զինվորի նկարի կողը, գլուխները կապած, սենց սև բանով, թաշկինակը ձեռները, այսպես բռնած, թաշկինակը ոտերը սենց թեք դրած, ու խոսում է, ու ինքն ասում է, որ իմ տղան զոհվել է, չգիտեմ, հրամանատարության, անփութության, չգիտեմ ինչի բան պատճառով, բայց որ լրագրողը կոպիտ ասած մի հատ պրովոկացիոն հարց է տալի, որ խոսունակ հիմա պիտի նորմալ ոչ ծնող ասի դնեմ հրամանատարի վզին, կամ չգիտեմ դատախազության վզին, կամ Նիկոլի վզին, ինչ որ մի բանի վզին դնեմ, խոսքը օրինակ չէ, ինքը չի պատասխանում։ Այս հենց արած նստում է, մենք համեստ ենք, այդ ոչի մեջ, հիմա ասում եմ դիմել եք կաթողիկոսին, ոչ, ու ինձ եմ ասում ոչ, ոնց որ ասի դնեմ վզի, տես ինչ հարց ես տալի, ոնց կարելի է դիմել կաթողիկոսին։ Ասում եմ դիմել եք պաշտպանության նախարարին, այս նորվան, այս ուսուցչուհուն, ասում է դե զինվորի տունը դիմում է։ Այսինքն էլի, այսպես լողացող, որ հանգարց մարդ ես, մեկի, երեխաներն է, հանգարց մեկի չնեղացնի։ Ասում եմ Աննա Բոլեին դիմել եք, չի ասում ոչ հա, ոչ չէ։ Ասում է դեմիս մի հատ հիմնադրամ կա, ինչ որ մի հատ խուճ ու ճամու տվեց, էդ է օգնում։ Ասում եմ ինչ արժե լեյկոզ այդ ոսկրածուծի փող պատվաստումը, ասում է Գերմանիա ենք ուզում, Գերմանիայում արժե 120-150 հազար $, եթե դոնորը կա։ Իսրայելին անուն դրին անցանք առաջ, Ամերիկան ասում է ճանապարհը հերո երեխեն չի կարա թռնի, էլ ուր մնաց։ Հա Ռուսաստանն ոչմ դիմեն Սանկտ Պետերբուրգ, Լենինգրադ, ընդեղ էլ ասել են 70,000 $։ Հիմա էլ հավաքել են գումարի մի մասը, 20-քանի հազարը։ Ասում եմ տիկին, դուք ուզում եք ես այս թեման բարձրաձայնեմ, կախեց, մտածում է ինչ ասի, ասի հա, ասի չէ, ասում է բաց մենք ոչ մեկի չենք դիմել, ես ինչ հարց եմ տալի, մեր ինչ հարց է, ասեք ինչ է պատահել, ասում եմ տիկին, ուզում եք այս թեման ես բարձրաձայնեմ, որովհետև ինձ դիմել է հանրությունը, ասում է Վարդան Ղուկասյան կարաս օգնի, հիմա Վարդան Ղուկասյանը զանգել է քեզ հարցնի, բարձրաձայնենք, թե ոչ, ասում եմ մենք ոչ մեկին չենք դիմել, այսինքն ինչ ես ուզում գանդոն, փողը տալեմ ես դու, բայց Նիկոլ, Սուրեն Պապիկյան եւ այլն ոչ մեկի վատ մի ասա, կաթողիկոսին ասում է մենք դիմել ենք Կիրովականի եկեղեցուն։ Ասում Կիրովականի եկեղեցին քիչ պիտի անի։ Այս մարդը Կիրովականի եկեղեցու տերտերը դաժե աշխատավարձ չի ստանում։ Ու հիմա մտածում եմ, ասում եմ դու հələ նայի, երեխան կանգնած է մահվան շեմին, երեխա կանգնել է մահվան շեմին։ Ինչա մտածում մայրը, կոչվում է մայր, ցրտելա, բերելա։ Ինքը մտածում է սրան նրան չնեղացնելու մասին։ Երեխան մեռնում է, ցավերի մեջ եւ այլի մեջ, բայց ինքը չէ, ինքը մտածում է, բա որ հանկարծ ասեմ դոգ խոսա, դոգը ելնի հանվի, նստի Սուրեն Պապիկյանի կանգա բենին։ Բա հետո ինձ ինչ կասեն, կամ կաթողիկոսին կարող է բան ասի։ Կաթողիկոսն էլ վեկալի ֆաքս գրի, եկնային գրասենյակ, ասի խոսքի օրինակ է զինվոր հերու տնից տեղից մի բան ալի, հոգին դրախ չընդունեք։ Ես ուղղակի ապշած եմ նման ծնողի վրեն։ Նման մոր վրեն, որ այս պահին երեխեն ցավերի մեջ ա, լեկոզ ես օրեկուցա, ինքը մտածում ա, կարող է դոգը խոսա մեկին նեղացնի։ Նիկոլականներին հանգարց կպնի, ինքը Նիկոլին սիրում ա։ Ուրեմն սրանից հետո, հարգելի ժողովուրդ, երբ որ դուք տեսնում եք համացանցում
որևիցե մի հայտարարություն, որտեղ գնում է այս զինվորի, այս երեխայի, այս կնոջ, այս հոր, այս մոր վերաբերյալ դրամահավաք, խոսք օրինակ, հա, մինչև ձեր էջով է դրամահավաքը կիսվել է, այն լուրջ մարդկանց է վերաբերում, հա, ովքեր ունեն բավականին լուրջ հետևորդների բանակ, 5000, 50000 եւ այլն։ Մի հատ փորձեք այդ մարդկանց հետ խոսել։ Հələ տեսեք ինքը որպես մարդ, որպես անհատ, որպես քաղաքացի, ինչ է արել սեփական հարազատի կյանքը փրկելու համար, ումա դիմել։ Եվ ինչ է պատրաստվում անել։ Եթե ես պիտի ձեզ բանը պատասխանեն, որ խոսունակ հա գիտեք, չէ, դու փողը դու всё նախուй։ Բայց ինքը ոչինչ չի անում, ինքը չի ուզում որևիցե մեկին նեղացնի, որ հետո կարող է հանգարց Սուրեն Պապիկյանի բուղա բոզի տղա հերը վիրավորվի։ Կամ առողջապահության նախ, ասում առողջապահության նախ ասում եմ դիմել եք, ասում զանգեցին երկու բար խոսեցին, կապն անջատվեց։ Բա դու հետ զանգիր, փորձեցիր գնալ Սևուկուլիգի մոտ։ Ոչ, տեղը նստել է ու սպասում է, իա փոխարեն կանեն։ Ոնց որ են մի հատ չեմ ուզում անունը տամ, զոհված զինվորի ծնող, որ ուզում էր երեխու ուշաքարը դնի, արձանը դնի, տեղը նստել է, իա փոխարեն կանեն։ Էսի ენი, ինքը թող նստի մյուսների բան վազվզեն։ Նամուսով է։ Ես այդ հարցը չեմ բարձրաձայնում եւ ցանկություն չունեմ որևիցե մի հովանավորչական գործունեություն ծավալել տվյալ ընտանիքի համար։ Ոչ է երեխուս համար եմ տալի, ոչ են։ Всё։ Ես ուղղակի արձանագրում եմ երևույթը։ Մյուս խնդիրը, որ այսօր նորից աղմուկ է հանել, վերաբերվում է Ֆիրդուսին։ Այսօր մի քանի լրագրողնի կամերաներով գնացել լցվել է մի ընտանիք, հարկադիր, մարկադիր, ղժոց, ճվոց, քաշքշոց, դեզդեն եւ այլն։ Ինձ թվաց թե գնում է բնակարանից կամ տնից վտարում, ինչ-որ գույք պարտքի դիմաց հասկացողության համար, մի թափ զայրացա, այս մարդը չի հասկանում, որ եթեր է, բանը մի թափ զայրացա, հետո հետարքրում, ասում եմ, ինչ ա եղել, այս խեն եր քաշքշում, մալիցա, կարմիր բերետ, սև բերետ, հարկադիր, մարկադիր եւ այլն, բանից պարզվում է, որ հարկադիր կատարման ծառայությունը ոստիկանության հետ միասին եկել է Ֆիրդուս դատարանի որոշմամբ չափագրում անելու, ավելի խորը։ Ուրեմն Ավինյան Տիգրանը մի անձնավորություն հանվար բոզի տղա, մի անձնավորություն, ով մինչև քայլելը այս խոռոփների հետ, շարքայինից ցածր գյոթեր, անգամ կոֆեի փող չուներ, պիվեն փաբերում, կոֆեն փաբերում մացանով էր գրվում, որ խմեր, նիսյա, այսօր դարերա օլիգարխ։ Եվ մի շարք շենք շինություններ եւ այլն սարքում է կապիտալիստ, հələ առավել եւս լիքը անուշ ապերների աշխատացնելու է իա խմա։ Այսա բանկան եմ կանդադառնամ։ Ուրեմն այդ Ֆիրդուսի տարածքը, որ կա Երևան քաղաք, ըտուց մինչև մանկավարժական գծվելու է մի ամբողջ բնակելի կվարտալ, ոչ թե մի շենք, 2-3 բնավ։ Եվ այդ ամեն ինչի հետ համասեփականատերի հանդիսանն այս բոզիս տղեն, Տիգրան Ավինյան։ Տեսա այնտեղ կնանիքի սպիտակ մազերով կիներ, փաթաթվել էին, ցավակցում էին եւ այլն։ Հետարքիր է, որ ոչ մի լրագրող հարց չտվեց, տիկին ընտրության ժամանակ ում եք ձայն տվել։ Վստահ եմ ասելու են Նիկոլ։ Նիկոլ կամ Ռոբիկ, ներողություն, երկու բոզի տղեկից մեկն ու մեկին, ահա, հիմա ուզում հասկանամ, ես ինչ էր, ուրեմն Ավինյան Տիգրանը որոշել է այդ տարածքը քանդի, ինքը իա շինարարներով, քանդի որպեսզի շինի եկա բնակելի թաղամաս, հիմա փոխհատուցման հարցի առաջանում, քառակուսի մետրը 300,000 դրամ, այսինքն $800,
Այն դեպքում, երբ որ կենտրոն վարչական շրջանում քառակուսի մետրը 1500-2000 է եւ այլն, բայց եթե այդ գներ նա այս մարդկանց 300,000 դրամ Ավինյան կամ $800, ըսկի քո կանգա սերական շրթի քառակուսին $800 չի, բոզի տաղա, դու ես նավարին հալմ կծեմ ես դուրս, ասիկը մի կոմից լավ ան, հալմ կծեմ ես դուրս, հիմիկվանից չապակրմ ան, որ հետո հանի սիկտիրանի սրանք էլ ғժմ են, ճվմ են, ով, կաշկշոտ, եկել են չապագրելու, չապագրեք, կամ այդ տան անդամին եմ դիմը, եկել էին չապագրելու, այդ աղմուկ աղաղակը բարձրացնելու փոխարեն, հանվեիր, տան տղամարդ, սեռական օրգանները բացած, այդ զանգուլակները, ինչ կանեին Երևանյան 20 շենքում, այտենց, հանվեիր կայնեիր, դու քո տան մեջ, ինչ պտանեին, ոչի բան, էլի առանց քաշ կշել, մաշ կշել, եւ ալը սովորացնում եմ, եթե հարկադիրը գալմա, բանով, մլից հեքով, ու դուք չեք ուզում, որ ձեր տուն մտնեն, աղբեր, հանվեք կայնեք դեդը, ձեր չեն կարասեն, հասարակական վայրում, դու տգլոր ես, քեզ բերման են ենթարկը, չեն կարա, իմ տան մեջ շատ տգլոր կայնած է, ես իմ տունը, ու սկսեք զբաղվել ձեռնաշարժությամբ, անպայման, ինքնապաշտպանական մեթոդ, որ կա մի բերետավ, այս է ձեռներդ քսեք ձեր եղած շեղածին, սեռական գանձերին, քսեք սեռական գանձերին, ու որ գասենց Ոնց են չարքերին լարում, այդենց էլ է կամի բերետավորներին դեմ, հետին է որ մի կամի բերետավորը կապնելու է ձեր ոչմ, բան մարդն, ես է ձեր հետ կսեեք, ձեր եղած շեղածին, ու ձեր հացակվեք մրեք, կամի, ինչքան է որ կամի բերետավորը քարտ հա, ասեք տեսավ չէ, մարդը ձերը տալավ են տակ տեղերը, զգուլոկները, ու կալում է վրեն, սա, նա հանժելու յավ, ասեք կողխեն ձեր գործը, ես ես կպավնձի, վաղը սախան վրեց, ասեք բա ղժալու են, ոչ բերման են ենթարկյունը, ոչ առաջանալու են, ենա զանգամ են, երկնային գրասինակից, միրո բիտամի չեն ասա, թե չէ հելեմ եք շորով, adzալով, հելեմ դեմները միտինգ եկա, նա կեպա բրմա բերման են ենթարկում, մեզ ուղղում են, ասում են Ավինյան Տիգրանը համասեփականատեր չի, պարոն Ղուկասյան 1.8 միլիոն դոլար ատկատավ է գալը, ինձ ուղեցին, հարց չկա, 1.8 միլիոն, ասիկն 1.800,000 դոլար ատկատ, 1.800,000 անգամ նավարի ծսնի սախ Ֆիրդուսի բնակչությունը, բոզի տղա բոզի, ռոսիացացի բոզի տղա, խորան եկալ, թե չէ հելել եք, են խեշ կնգան ընդ են քաշքշում, են մյուս կնգան ընդ են բզբզմ, Ես մարդուն ընդեն տանեմ շը, ատեն շի եղբար, մարդն եկել է չապագրելու, հանվի նստի, ես իմ տունը, թող խերիտ նայելով չապագրեն, միակ էլ կողից ասա չապագրելու բան կայելի, կուզես չապագրես, խորդ եմ տալիս, բանը, Ֆիրդուսի մյուս բնակիչներին, մեր շենքի ժողովուրդը տեսքոն էին, միանշանակ, չշախ չի, ասում ահա, ռուզիկը, ատ կատավեկալ է, Ընգես Աբաս, դու ինձ թվում է պարոն Աբազյան, քո հիմնարկը Ավինյանի համար աշխատում, այդպես բան կա, հա, նամանավանդ անդոտ, ու վերջին ժամանակներս անդո ալաբուլա է սերևեմ, թող մախիմերի որն ես պահում, կես թմա ես չգիտեմ, են շատ լախ պես են էլ նախկին, ասմա թե իա ասացը ասնավանի չի ու հրրմա, Ասնավանի չի, բոզի տաղա, դե ասնավանի չի, դե իմ ընշես նեղանում, կամ ընշեղ վատս գմ, իմ ասացը ասնավանի չի, Վարդան Ղուկասյանը թող մախի մահերի, նախկին պեսուն ասմա, բոզի տաղա, ով կհանդիպի թող մախի մահերի պեսուն, Դու այդ հարցը տասի, դոգը կեզ ասում էր բոզի տաղա, ասավանի է թեստավանի չի, ասավանի չի, անդո, ու ինձ հետաքրքիր է, պարոն Աբազյան, երորդ մարսի լովիկին որ խփին,
Էդի շոֆեր ուներ ավտոյի մեջ, այդ շոֆերը ինչ է լավ։ Խռիկ էր, ճռիկ էր, ինչ խռի գլուխ էր։ Հա։ Զբաղվել եք։ Սաղա, սաղ չի։ Այդ ոնց էլ որ դրան չխփեին։ Խիետի մեքենայից չիչավ։ Անդո, դու իմ ներվերի վրա ազդում ես։ Շատ խիստ ես ազդում։ $1,800,000 Բոզի վաստակ Ավինյան Տիգրան։ Մյուսը, քանի որ սկսել ենք Ավինյանից, թաղամաս Դավթաշեն, Ծաղիկ Ռուբո, Կարաբալա, ստենդապ։ Ուրեմն 4-րդ թաղամասում կար Դեզի այգի, ես հիշում եմ, Զավթիկ։ Դավթաշենը որպես թաղամաս պիտի ունենա այգի։ Այգին Վովայի փեսուննա, եսին որ մի խռը գլխիննա, էտել տա հիմա էլ ասում ատե են շինեմ բնակելի շենք, լուսանկարները խնդրում եմ տեղադրել։ Դավթաշենի մեր Telegram կանալում բաժանորդագրվեք դրեք։ Ժողովուրդը զանգում ասում են պարոն Ղուկասյան, տեսեք։ Դավթաշենը սարքում են այգում բնակելի շենք։ Ուրեմն ես դիմում եմ Դավթաշեն թաղամասի բնակիչներին, հարգելի բնակիչներ։ Դավթաշենը Երևակայում ամենասիրած թաղամասերից մեկն է։ Ես ձեզ խոստանում եմ, որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ հանրային ձայն կուսակցության հաղթանակի դեպքում Դավթաշեն թաղամասում սկսված բոլոր շինարարությունները, սկսած Թոխմախի մհերի շինարարությունից վերջացրած Ծաղիկ Ռուբոյի այգով, մայգով, այդ հաղապետարանի շենքով եւ այլով բոլորը պետականացվելու է։ Եվ թող փորձի մի որևիցե նիկոլական պետական չինովնիկ արգել քանդիսանը այս գործընթացին։ Ծաղիկ Ռուբոն, ծաղիկա մեխակա, ես չգիտեմ ինչերա ծախսե, քանի հոգոյա կաշառ է, իշքան փողա կոխ է Ավինյանի կնգադլոյի մեջ, բայց այգին վերադարձվելու է ժողովրդին։ Այդ թվում նաև Գասպարյան Վովայի փեսու ողջ կապիտալը Դավթաշեն համայնքով։ Մինչև այսօր է Դավթաշենի թաղապետանի հարցը այտենց էլ մնացել է։ Հաճելի մարդ։ Գնաց է մարդը նստե Ամերիկայ, ընդուց աստե, իա կապիտալը վայելը բա։ Ես ուզում եմ հասկանամ, երբ է գլխավոր դատախազությունը պետականացնելու Դավթաշենի թաղապետարանը եւ երբ եք դուք ձեր աշկերը բացելու այս հսկայական շինարարական կոռուպցիոն սխեմայի վրա։ Ծաղիկ Ռուբոն բաներ գրլեմ Նիկոլ խերը հանել էր կողել էր Աննա Բոլեյնի կոկորտը։ Բայց մա ուզում եմ հասկանամ, ընկեր Նիկոլը չի տենում, չասեմ, ես ինչ ես անում, Ավինյան։ Թե արդ դոլարը, թե Նիկոլը չի վիրավորվում, երբ որ Ծաղիկ Ռուբոն էլա կնգանցացնեմ, չի վիրավորում, չէ, չի վիրավորում, այդ մարդը ոչ ու չի վիրավորում, թուրքից չի վիրավորվում, բոզի տղա ողջուն չի վիրավորվում, կնգան տունը տեղը ծծցնեմ են չի վիրավորում, բացարձակապես վիրավորում գզարով։ Ինչ ուզում ես Ալիևը Բաքվից Երևան խերը տշմա մտնումա դրանցուն ումը կապնամա, ինքը չի նեղանում։ Պիզդեց։ Սա Դավթաշենի այգին, քանի որ սկսել են քաղաքապետարան ենք ծածցանամ, հաճելի մարդ, Աբազյան, գոյություն ուներ Տարոն Մարգարյանի օրոք, քաղաքապետարանի աշխատակից Արտեմ Աբրահամյան։ Խնդրում եմ լուսանկարը տեղադրել Telegram կանալում։ Տարոնը նվերնի, մեդալնի եւ չգիտեմ, ինչ խռը գլուխատալում դրան։ Թալանեց, ոչնչացրեց ամեն ինչ, թողեց գնաց։ Ինձ ուղարկել են նամակ, որն ուզում եմ ընթերցեմ։
Так, մի վարքյան, որ հետո չասեն, սենց շին, նենցա, անենց չի սենց, Դավթաշենի բանի պատկերը տեղադրված արդեն շին հրապարակի, ուրա, ուզում եմ կարդամ, սայ, մե վարք, դիմում բողոք, բարև ձեզ պարոն Ղուկասյան, ուզում եմ տեղեկացնել Տարոն Մարգարյանի մտերիմ քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի նախկին տեղակալ Տարոն Մարգարյանի միլիոնատեր դարձած ընկերոջ մասին, մարդը տեղեկացնումա, ես էլ ձեզ եմ տեղեկացնում, ով 3 տարի առաջ լքեց Հայաստանը հաստատվելով ԱՄՆ-ում, փախցնելով նաև իր հանցագործ որդուն, ով տարիներ առաջ իրենց բազմաթիվ թանկարժեք 7-երով համարներով մեքենաներից մեկում վրաերթի ենթարկելով երիտասարդի մաֆան ելքով Տարոնի թեթև ձեռքով ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլև ավելի լպիրշ ու հանդուգն դարձավ մեքենան դոզայի տակ վարելով, փակելով բոլորի ճանապարհը, ձեզ կրտուկներ սարքելով ու կես գիշերին կրակելով Երևանը։ Մի հետաքրքիր ազնվորություն։ Արտեմ Աբրահամյանը լինելով կոմունալ վարչության պետի տեղակալը, փաստացի ինքն էր ղեկավարում քաղաքապետարանի տվյալ բաժինը, դառնալով ահռելի հարստության տեր։ Կոմիտաս փողոցում քանդելով մարդկանց ավտոտնագները, կառուցել էր վիլա լողավազանով, ողջ ցեղի համար ապօրինի կառույցներ էր օրինականացնում։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Մաշտոց Ամիրյան անկյունում իր փնթի որդու հետ ամենավերջին խուլիգանի պես ձվերով հարվածում էր աղջիկների գլխին։ Այդ բանի ժամանակ էր, որ քայլում էին։ Հասկանալով, որ ՀՀԿ-ն այլևս դիակ է, վաճառեց Կոմիտասի վիլան, գնելով վիլա Ավանում, իր խոսքերով այնքան փող կա մարդ չգիտի, թե որտե ծախսի։ Եվ այս արարածը այսօր ԱՄՆ-ում վայելում է Երևանից գողացած միլիոնները, պարոն Աբազյան, հաճելի մարդ։ Իսկ սա որդին է։ Ես ուզում եմ որդու նկարը ցույց տամ։ Բեզարած վանքի տավար։ Եվ սա բանը ճանաչվել է ոչ պիտանի։ Ես հիմա դիմում եմ զինվորական դատախազին։ Պարոն զինվորական դատախազ, հանում եք արաբկիրի վային կամատով սրա գործը եւ հասկանում եք սենց լենքով մարդը ինչի է ազատվել բանակից։ Խնդրեմ։ Միանման։ Այն բալետ պարողի խեռը սրանց բենի մեջ։ Էս էլ ավտոնի, կապիտալ, հակակոռուպցիոն կոմիտե, ավելացնեմ, որ, բանակում չծարած որդին և ես խնդրած կլինեմ այս տեքստը ով ինձ ուղարկել է, որտև ես տենում եմ սա այս էջով, ոչ կապը բավականին դժվար է, մի հատ նույն այս ամեն ինչը որդու անուն ազգանուն հայրանունով, ծնողի անուն ազգանուն հայրանունով եւ այլով նույն այս ոչ տեքստը անգլերեն գրված, խնդրում եմ ուղարկել ինձ։ Ես սա կուղարկեմ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրո, այսինքն FBI եւ միգրացիոն ծառայություն։ Ես եմ համոզված եմ, որ սրանք լոյեր են վարձել, եկես մի չեքատեր են պատմի եւ այլն։ Այսինքն Վարդան Ղուկասյանը միգրացիոն ես հիմա եթերում եմ ձեզ կզանգահարեմ։ Դե ասեք, մի անգամից դսել։ Շնորհակալություն, ես հենց ավարտեմ ձեզ կզանգեմ։ Էտա մեր հատուկ ծառայությունի զանգին, այ մարդ, ամերիկացիք մեզի նայում են աղջի, մարդամեկով հաճելի նորություն, շատ հաճելի, դիմել էր էտ էլ ապաստարան ստանալու, էտա ամերիկացիք մամայացսում, շուտով։ Հիմա նույն էլ էսի է, խնդրում եմ անգլերեն տեքստով ուղարկեք մեզ, մենք վեկալ ենք շատ սիրուն Վարդան Ղուկասյանի բլանգով, ճամփամա միգրացիոն ծառայության մարշալները գարում են տան մեջ ծծանում են, հանում սիկտեր են անում, վերջացավ, ինչ դատարան, ինչ մատարան եւ կազմեք, ղրգեք ինձ, ես փաստորեն գլխավոր դատախազի բան տեղակալ եմ էլի, հա, այդպես է դուրս գալը,
անգլերեն, սրա վերաբերյալ։ Իսկ հիմա այս Ղախպարկղի մասին, ինչ ենք անում։ Ինչ էր։ Արտեմ Աբրահամյան, հաճելի մարդ։ Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պետք է Արտեմ Աբրահամյանի վերաբերյալ փողերի լվացումը, կոռուպցիոն սխեմաները, ամեն ինչը դնի, ղրգի Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, ձեր էջում էլ դրեք, ես էլ դակը վերցնեմ, կուղարկեմ ուր որ բան պետք է, որպեսզի այսպիսի մարդիկ, որ գալի հաստամ են Ամերիկաները կամ Եվրոպաները, չեթան ասեն, գիտեք ինչ, բանը մենք խոշտանգված ենք, մենք էս ենք, մենք են ենք, բոզի տղա երկիր էս թալան է, հասկանում եք, որ գոնե սրանց ստատուս չտան, ես հասկանում եմ, որ Ամերիկա Հայաստան արտահանձնում չկա, բայց գոնե կարգավիճակ չտան, գրին քարտ չտան, հասկանում եք։ Իսկ զինվորական դատախազից ակնկալում եմ սրա բժշկական փաստաթղթերի, սրա բժշկական փաստաթղթերի տղու թղթերը ով ստորագրել է, ցավին ծցնել։ Տալոն Մարգարյան նման գանդոն, մեկ էլ Տալոն Մարգարյանն է։ Չաթլախ։ Իսկ քո ղախպի տղատաղեն, որ մտել է կոմենտարաներ ա գրել իմ էֆիրի տակ, ես քո ղախպի տղատողուն առանձին եմ ծծցնելու։ Պահանջում եմ զինվորական դատախազությունից անմիջապես հետևողական լինել սրա տղեն խիա բանակից ազատվե։ Պրիզիվ այդ չի տղեն բանակ չի հետ։ Էլիզբեկյան։ Հա? Կամ։ Այն օրը զանգել է մի հատ հարգված իմ կողմից մշակութային գործիչ։ Ինչի մի հատ երկու հատ։ Մեկը կին, մեկը տղամարդ։ Այն տղամարդ տարիքով էր, հələ կինը միջին տարիք։ Ասում է պարոն Ղուկասյան, վերջապես։ Ինչ չասեմ։ Նույնս է կրկնում, վերջապես։ Ասում ինչի պատախի։ Ասում է վերջապես գտնվեց մեկը, ով Տալոն Մարգարյանին ծածրեց։ Ես այն որ բանկա սմալիկը է, որ կապարիչը քյալից վրից հլնամա, մշակույթային գործիչ է, ասում է ծծրեց։ Ասում եմ շազան անգամ ներողություն, ես իհարկե ուրախ եմ կոմպլիմենտի համար, բայց մի փոքր լեքսիկոնն է ինձ, այսինքն ես ձեր լեքսիկոնը լսել եմ, հեռուստացույցով, ռադիոյով լսում ես, ասում ես այս մարդուն կարելի է ժամերով լսել։ Ու այդ մարդը զանգում ասում է ծծրեց, ասում է հա Էլ հնարավոր չի, ասում է վերջապես, ինչ որ մեկը ծծրեց։ Մտնում եմ, ասում է Պանթեոն, նայում եմ Սևակ, Մևակ, Չարենց, Շիրազ, չգիտեմ եւ այլն, մյուսների Սայրան, Իսահակյան, տուդա գերեզմանները մի հատ Կիսանդրիա։ Նայում ես Տալոն Մարգարյանի հոր գերեզմանին, ասում է զայրույթից խելագարվում ես, ասում ես էս ինչ է լավ։ Միթե կարելի է։ Ես հայտարարում եմ մշակութային բոլոր գործիչներին, ովքեր որ իրավացիորեն այս երևույթից նեղված են, իրոք իրավացիորեն, երբ որ նայում ես Իսահակյանի, Սևակի, Շիրազի եւ այլն գերեզմանները, ուրեմն իշխանության գալու դեպքում, այն որ ասում է торжественно клянусь, Տալոն Մարգարյանի հոր Անդրանիկ Մարգարյանի գերեզմանը ապամոնտաժել, խոստանում եմ, ապամոնտաժել, մի հատ քար, մի հատ Կիսանդրի, պուծու, տեղադրել եւ վերջ, մնացած տարածքը, ես չգիտեմ ինչ որ մի ձև, բայց այդ գերեզմանը լիկվիդացնել, վերջացավ, թող ինձ անվան, դեն որ ասում են խի հայի տունը կքանդեն, ես բոզի տղա ոչ թե հայի տունը, այլ տուն ու տեղը կքանդեմ, բայց ինչպեսներ գերեզմանը, ապամոնտաժել, խոստանում եմ մշակութային գործիչներին։ Սա այնպիսի խոստում է, որ եթե հանկարծ ես դա չիրականացրեցի, ես պահը կտրեք, պահեք, որևիցե մի պետական միջոցառման ժամանակ մշակութային գործիչներ ցանկացած կարացի պարոն Ղուկասյան, դուք ստախոս եք, դուք ասեցիք, բայց չարեցիք, այս պահը ֆիքսեք ու պահեք։ Էդ էլ Տալոն Մարգարյանի վերաբերյալ։ Իա սրա կնի կարամ աշինի, բայց ավտոմատ չի կարամ գրգի։ Ավտոմատը 3 կիլո ու կես է,
չի կարեմ բարձրացնի, բայց կնգա որը որ փոքմա տեղից ու մտնումա թունելը, առնվազն 15-20 կիլո կկշռվի։ Նեգոդեն զինվորական դատախազության պատասխանին եմ ես սպասում։ Անցանք առաջ։ Սաղ բացական նորություն մեկ-մեկի հետևից։ Քերակատարողական վարսություն, պարոն Ատոմյան, ստենդափ։ Արդարադատության նախարարն էլ հետ են։ Այդ ագիգ ես նայում եմ քո այդ չախկալաշկերին մի տեսակ բան եմ զգում, սառնություն։ Ուրեմն դատապարտյալն է եւ կալանավորն է, իրավացիորեն բողոքում են, ասում են պարոն Ղուկասյան, տուլիգները կշռում են, բարի, շաբաթական 20 կիլո, բարի, նորմալ է, բայց ասում է կշռում են շորը, կշռում են ջուրը, ասում եմ ինչ շոր, ասում է հա դե մեր հակի շորերը, որ հանում ենք, ղրգում ենք տուն լվալու, սպիտակ եղենա, էսա այնա եւ այլն, մարդիկ լվանում հետ են բերում, դա դուք կշռում եք եւ հաշվում եք քաշ, ջուրը խմելու ջուրը, հաշվում եք քաշ, ջուրի ինչն եք հաշվում քաշ, ջուրը հագուստը, մնում են ասենք հիմա եթե տելևիզոր բերեն, տելևիզորն էլ հաշվեք քաշ, DVD բերեն, որ DVD նայեն, դա էլ հաշվեք քաշ, քաշ պետք է հաշվել միայն սնունդը, պարոն Ատոմյան եւ պարոն արդարադատության նախարար Գիգիշ, այլ ոչ թե հագուստը, այլ ոչ թե խմելու ջուրը, ուրեմն հանրային ձայնը առաջարկում է եւ պահանջում է, չեղարկել այս որոշումը եւ քերակատարողական հիմնարկներին հրաման իջեցնել, որ քաշ պետք է հաշվել ջուրը, միայն սնունդը, այլ ոչ թե ջուրը, հագուստը, չգիտեմ, տեխնիկան եւ այլն։ Հուսով եմ դուք չեք ուզում, որ մեր հարաբերությունները վատթարանան, եւ ականջալուր եք լինում հանրային ձայն հաղորդաշարում հնչեցված ահազանգին։ Այս խնդիրը ոչ թե պիտի բարձրացներ Վարդան Ղուկասյանը հարիֆության խմա, այլ պիտի բարձրացնեին օրենքով գողերը, են լավ անուշ ապերները։ Հայաստանի Հանրապետության կրիմինալ ավանդույթը աշխարհում եզակի է եւ միակն է։ Ամբողջ աշխարհով մեկ հյուսիսային Ամերիկայից, Ավստրալիա, Ճապոնիայից, Չիլի, ասես որ քաչես։ Կրիմինալ աշխարհը, կարտել, չգիտեմ ընդ յակուզա, մակուզա, տուդա, մաֆիա եւ այլն, իրենք են օգնություն, հանգանակություն, օժանդակություն ուղարկում Բերթին, որովհետեւ Բերթում գտնվում են նեղ կյանքով ապրող մարդիկ։ Հայաստանի Հանրապետությունում միակ սիստեմն է, որ Բերթից է հանգանակություն գնում ազատության մեջ գտնվող լավերին, вот никак не могу понять։ Ասում եմ լավ, լավերն են, գողերն են, Ավինյան Տիգրանի ձվերի հետ խաղացող մասսա կա դրանց մեջ, ես հլա նորից եմ կրկնում, համբերում եմ ու գրում եմ ու համբերում եմ, արձանագրում եմ, բայց մարդը նեղության մեջ նստած, այդ 4 պատի մեջ, 18 քառակուսուն մեջ 12 հոգով քաքեն, տրեն, թսեն, շռեն յալբենի մեջ, նեղված կա։ Ատու գտնվող անձնակազմին էլ նստացնում են, խումար են հագցնում են վալին, եկած գումարն էլ փոխանցում են հաշվե համարներին, լավերն էլ ինչ-որ մի պրամեժուտակ մեկ, չայ, պրատիվազաչատաչնի, են պակետիկներով, ու սիգարետ են գրեֆանում, հարիֆությանը անուն էլ դնում են, լավ բան են անում, ես որ էտ առաջ անգամ բերդում, տեսա էշծա, չայ ու սիգարետ, էտի կոչվում է գրեֆ, բայց յանք էտ 100,000-ավոր դոլարները ավտո, տուն, տեղ, էս, պծեր, 1000 անգամ ներողություն, դլո, մլո եւ այլն, ես ինչպես աղջի բենիցս ոչ ընտրավից կուլտուրական մարդ է, մեղայոսու ներողություն ժողովուրդ ջան, էս ինչա կատարվում, այդ մասը կտրեն կհանենք,
միակն է Հայաստանի կրիմինալ սիստեմը, ուրիշ տես բան չկա, փոխանակ սրանք օգնեն, լավ չեք օգնում, ընկեր լավ ապերներ, բա հել է գնացեք Ատոմյանի հետ հանդիպեք, Գիգիշի հետ ասա այ ախպեր ջուրը, հագուստը, տեխնիկան խիստ քաշքաշվում այ ախպեր, հարիվությունը սոբացա, չէ, իրանք մենակ կթողի դերում են, դայարկա են, Արաքս Սովխոս, հոկտեմբերյան, ու կոչվում են գողեր, լավ տղեր, գողականը հարգելի երեխաներ, հարգելի դպրոցականներ, այդ տեսնում եք, Վարդան Ղուկասյանը բարդ բան չի խոսում, Այն որ դպրոցական տարիքից սկսած հրապուրվում եք այդ գողական կյանքով այդ վասմեկանեչնիկ աստղերը խփմեք թզբեխը դպրոցի քուչի տակը կամ տիկտոկով ճիշտ ու սխալ եք այն որոշում ինչ են անում են մուլտո եւ այլն դրանց նմաններն եք հրապուրվում գողական կյանքով եւ այլն հարգելի պատանիներ Այդ ամենը ցուցադրանք այդ ամենը միֆ է Իան հարգող մարդը Իան հարգող տղեն ավելի շուտ երբեք չի մտնի այդ պիղծ սխալ աշխարհը երբեք այդ գողական չկա գողական որտեղ այս ամեն ինչը հարգարժան երեխաներ երիտասարդներ այս ամեն ինչը պակազուխա է Եթե մենք վեկալում ենք են գողական կյանքը, գողական օրենքներ, այդ գողական կյանքից գողական ու այդ օրենքներից ոչ մի բան չի մնացել, բայց только բիզնեսն է, չեւո լիչնովը։ Ամենալավ տղեն իր ընտանիքը, իր հայրենիքը սիրող տղեն է։ Իա ծնողին, իա հորը հարգող երեխան է։ Որի կպիտի նես մտածի եւ դասակ, որ հանգարց իա մաման չգա ընկնի բերթի դռները ու փորձի իա համար տուլի գբերի։ Ու հանգարց որևիցե մի բոզի տղա կլուշնիկ էլ, կամ ինչ-որ մի վիժվածք նայի ձեր մամայի դոշերին, ձեր մամայի ոռին, ձեր պապայի ոռին, ձեր քվո, ձեր կնոջ եւ այլն։ Հերու մնացեք այդ աշխարից, դա վարակի չէ, դա վարակ է։ Նորմալ տղեն սերը դեպի հայրենիք, սերը դեպի բանակ, սերը դեպի տուն։ Վսո։ Վասմիկանիշնիկ տուդա եւ այլն։ Ես երանի եմ տալի ընկեր ՆՎԴ-ի մինիստր այն օրվան, երբ պիտի սկսի Հայաստանը մաքրվել էս ամենից։ Սա ձեր ֆունկցիոնալ պարտականությունն է։ Ձեր անչափահասների գծով տեսուչների, որ ոչ մի քաքսել չեն ուտում։ Ու 14, 15, 16, 17 տարեկաները հրապուրվում են այսենց վիժված երևույթներով։ Որ ասես Ավետիքի Սահակյաննովա, Էսովա, Էնովա չգիտեն, բայց ասեմ ես զապին գիտեն։ Էսա դպրոցի մակարդակը։ Օշականցի Գևորիկ, զապ, չգիտեմ ընդ էս, անգիր գիտեն, նամանավան չալբաղի ճայլությունը։ Բայց ասես Հովանես Թոմանյանովա դա ապուշա հայասով կնայի ոչմ կիտում է, դպրոցն էլ դպրոց չի։ Կրթության գիտության նախարարն էլ Նախարար չի, հələ համբերում եմ, պարզա պարոն Ատոմյան, դուք ինձ հասկացաք, նստեք, երկուսդ էլ։ Քաղաքացին ուղարկել է լուսանկար Երևան City Դավթաշենում, սնունդը Կալասկեքի մեջ բարձած երշիկ զբլանոցի կողը կանգնած։ Ես չգիտեմ ով է Դավթաշենի Երևան City մենեջերը, հեսա լուսանկարը կտեղադրենք։ Եթե հետևություն չարեց, անձամբ եմ թաղելու զիբիլի մեջ։ Լրիվ հակասանիտարական վիճակ սանիտարական վաբշե գոյություն չունի։ Շատ հաճելի նորություն։ Այսօր կարդացի։ Նախad X5, ուրա Տես այդքան լավ մեքենաներից չեմ ժոգը, շամշաններ գրել, գրել է ամսի 13-ին հունվարի ժամը 02:20 րոպեին X5-ը մտել է քրեզի գիշերային ակումբ, շատ գեղեցիկ էր մտել, իմ դուրը շատ եկավ։ Հանրային ձայն հաղորդաշարը իր խորին շնորհակալությունն է հայտնում Հարութին, Արմենին,
Դավիթին եւ Հակոբին, ոնց հասկացա Կոտայքի մարզից են, եկել էին քրեզի ստրիպտիզ նայելու։ Ու եկել են, դլո տենան։ Ինչ որ այնտեղ ավել են հաշվե այս երիտասարդների վրա, իրար հետ հակել են, հարմշտվել են եւ այլն, մարդը նստել է 60 AR կամ AP 060 համարներով մեքենան ու չերը Շուշա մտել է քրեզի ակումբ, ափսոս, որ միջև վերջ չի առաջացել։ Հանրային ձայնն ասում է ապրեք տղաներ, շարունակեք նույն ոճով։ Եթե հակարծ որևիցե մի հարցում կխեղճանաք կամ կտենակ, որ քրեզի գիշերային ակումբի բոզի տղեկը ինչ-որ մի բան ձեր գլխին ուզում են սարքել, կարող եք դիմել հանրային ձայն, փաստաբանական գրասենյակ կամ հանրային ձայն հաղորդաշարին։ Բայց մինչև այդ ուզում եմ ասեմ, Հարությունը, Արմենը, Դավիթը եւ Հակոբը առանց լողանալ, պրոստ, քրտնած, հուսով եմ այս 4-ն էլ, գոնե 4-ից 2-ը հակնում են բաքսորկա տրուսիկ։ Այդ են, որ ցես քիպ գրկմա, ոչ թե սեմեյնի։ Բաքսորկա տրուսիկը, որ հակնում են, ձվերը մեջը փմփխմա, խաշնամա։ Դամային ասում, բաքսորկա տրուսիկով մի քնեք, ձվերն է փմա, ազդմա սպերմարտադրության վրա։ Փոխանով կամ հանված քնեք, բայց հուսով եմ, իրանք հակներին, ինչ կա ձերակ այդ տղա։ Բանը բաքսորկա կան երկուսի հակը, այդ բաքսորկա բանով տրուսիկով գան նստեն քրեզի, էդի աշխատասնող սեփականատերը չգիտեմ ով, դրա քիթու բենին, ասեն շնչի բուլմոգ, խանութ սրա, ասենց այդ տրուսի, ու անպայման ուզում են, որ այդ բաքսորկա տրուսիկի են տակի մասն էլ ծակլնին, որովհետև եթե հայկական արտադրության կամ բանով թուրքականա, չէ, թուրքականը տես բան չունի դեֆեկտ, հայկականա կամ չինականա, այդ տակի մասը վեշնի շուտ է ծակվում, այդ տակն էլ ծակլնի, որ այդ տակի այդ մասից էլ մազը սենց հլնի, քթից էլ շպի, այդ ես բազի տղեք, քրեզի, Մալադեց, մի հատ էլ գանդոն վեկալեմ ասում դոգը հաստատ քթերը քաշում, նոր ամատնեմ եթե դար ես մարդուն բացատրի, որ Վարդան Ղուկասյանը պրոստը իցն է տիրապետում գեղարվեստական ոչի։ Ես մի օր ստիպված եմ ելնելու անալիզս ցույց տամ, որ այս մարդը, այսինքն Վարդան Ղուկասյանը երբեք ոչ նարկոտիկ, ոչ սիգարետ, ոչ ալկոհոլ, բացի գինուց, այն էլ 1001 չօգտագործեմ։ Բայց ամենայն դեպս ես շատ եմ խնդրում Հարութին, Արմենին, Դավիթին ու Հակոբին, իրանց 2 օրվա բաքսորկա տրուսիկը կողեն քրեզի սեփականատ աշխատասնողատեղի տիրոջ բենի մեջ։ Տղաները ապրեն։ Շնորհակալություն։ Հուսով եմ ոստիկանությունում իրանց չեն նեղացրել, պարոն Վայղազարյան, ագանջից չընկնի սենց բան։ Քանի որ գնաց խոսք խմելու ջուր եւ այլն, բերթերի հետ կապված, ուրեմն Երևանի քաղաքապետարանը Ռուշկեցացի բոզի տաղա Երևանի քաղաքապետարանը 13 միլիոն դրամի, այսի չհասկացա, ամսեկան, տոլի տարեկան առնումա խմելու ջուր։ Իմը առաջացավ հարց, Երևանի քաղաքապետարան, վարչական շենք, քո կրանթի խմելու ջուրը խմելու չի, բա եթե քո կրանթի խմելու ջուրը խմելու չի, Պարոն քաղաքապետ, դու ինչի քո այդ բոյով բուսաթով չես եթում վիոլա ջուր։ Դուք տալիս եք պարգևավճար։ Քաղաքապետանի աշխատողը ստանում է աշխատավարձ։ Գումարած դրան, ուզում եմ հասկանամ, խմելու ջուր դուք եք, մի հատ էլ գումար եք դուրս գրում Երևանի քաղաքապետարանի բյուջեից, ես խնդրում եմ փաստաթուղթը տեղադրել Telegram կանալ։ Մի հատ էլ գումար եք դուրս գրում 13 միլիոն դրամ։ За что? Եթե դուք ձեր խմելու հարցը Ավինյան Տիգրան բոզի տղեն, եթե իա խմելու ջրի հարցը չի կարամ լուծի, նա ո՞նց է դառնալու քաղաքապետ, հա? 13 միլիոն դրամ։
Հաճելի մարդ։ Բե հետևություն արեք։ Երեք էլ այսինքն երեք չէ նախորդ հաղորդման ժամանակ ես խոսեցի իմ նախկին ուսուցչուհի Տիկին Դեղոյանից եւ շատ ուրախացա, երբ իմ Telegram-ով լսեցի Տիկին Դեղոյանի ձայնը, ուղարկել էր ձայնագրություն, ես շատ ուրախ եմ, որ Տիկին Դեղոյանը ողջ եւ առողջ է, ես նորը եւս մեկ անգամ շատ խորին կարոտով, շատ մեծ սիրով եմ հիշում իմ բոլոր ուսուցիչներին հոկտեմբերանի 4-րդ միջնակարգ դպրոցի, ցանկանում եմ նրանց երկար տարիների կյանք եւ առողջություն, Տիկին Դեղոյան իմ խորին հարգանքները ձեզ, ես շատ իրոք հենց անմիջապես վարքյանական, երբ որ հնչեց 1-2 բառ, ես ճանաչեցի ձեր ձայնը։ Ես ձեզ համբերում եմ, ես ձեզ շատ սիրում եմ, իմ բոլոր ուսուցիչներին։ Ես չգիտեմ երբ կգա այդ օրը, բայց Հայաստան գալուն պես ես անպայման այցելելու եմ իմ դպրոցը։ Հուսամ դեռ ես կունենամ ողջ ուսուցիչներ, առողջ վիճակի մեջ, անպայման կայցելեմ իմ բոլոր ուսուցիչներին հատ առ հատ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Արցախ, անդրադառնանք ամենացավոտ թեմային։ Ռուբեն Վարդանյան, Ալցինդեղ։ Նախ, Արցախի որոշակի զինծառայողներ, որոնք իրոք արցախցի, նաև որոնք իրոք զգում ես մարդ են, պատրիոտ են, սիրում են իրենց երկիրը, իրենց հայրենիքն, ասում են պարոն Ղուկասյան, ձեզ ուզում ենք տեղեկացնել, որ բարդակը, թալանը Արցախի պաշտպանական բանակում, եթե պաշտպանական բանակ էլ մնացել է, շարունակվում է։ Նամանավանդ հոբ բրիգադում, որի հրամանատարն է Աբրահամյան Սասուն։ Ուրեմն, ասես ինչ է կատարվում ձեզ մոտ, ասես ահռելի մասշտաբով գողանում են դիզել, դիզելային բարելիկ, սալարկա։ Այդ ինչ-որ պվոյի կայաններ կան, տումբլեր կա, չխկսնում են, աշխատացնում են, մեխանիզմը բացատրեցինք, ես բան չհասկացա, ես հոպի մասնագետ չեմ, ընդեղ ինքը ցույց է տալի, որ կայանը աշխատել է, բայց իրականում չի աշխատել։ Այսինքն Արցախում, Արցախի զինված ուժերում կամ պաշտպանական բանակում շարունակում են մնալ վիժվածքներ, որոնք շարունակական զբաղված են թալանով։ Ոնց որ այն ժամանակ են թալանը եւ եղավ են ինչ-որ եղավ, նույնությամբ նաև հիմա, սա մեկ։ Երկրորդ, Ռուբեն Վարդանյան։ Ուրեմն, եկեք մի հատ հասկանանք ով է Ռուբեն Վարդանյան։ Ռուբեն Վարդանյան բազմաբնույթ կրթված Եվրոպանի, Ռուսաստանի եւ այլ տեղեր։ Կրթություն ստացած ֆինանսիստ, բանկիր, քծիպ։ Ես տենց էր ասեմ ֆինանսիստներին, ու տմեն ու չենք հակեմ։ Էտենց տարբեր հիմնադրամներ, մշակութային կոթողներ, չգիտեմ ես իմ քակուտեք է, այդ ամեն ինչն Ռամանով դվոր, Խերի դվոր, ամեն ինչ ունի։ Նաև Տրոյկա դիալոգ կամպանիայի տնօրենը Իշխերի գլուխը, որտեղ աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն Ռուբեն Վարդանյանի մոտ որպես աշխատող ա եղել ձևակերպած Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Էտարոբիկ։ Հիմա այս անձնավորությունը ոչ այս կողմ, ոչ այն կողմ ունենալով հսկայական կապիտալ Ռուսաստանի Դաշնությունում, եվրոպական սանկցիաները կողին ոռը, հելավ նստավ սամալոտնի, եկավ Երևանից հայտնվավ Ղարաբաղ, գնաց կանգնավ պոպոկի ծառեր, ինչի ծառեր 300 տարվա դրա տակ, ճղեց ռուսական պասպորտը, Պուտինն էլ բան ու գործ չուներ, ռուսական պասպորտ ճղած մարդու համար հատուկ հրամանը դրին հրապարակին, որ զրկել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Բայց ինձ հետաքրքրում էր, թե 44 օրյա պատերազմի ժամանակ այս ակտիվ հայրենասերը ուր էր։ Մենակ Սև Սարոշկեն հակավ, ձեռները սենց պիոների նման հավսած գազվոշը տնկված, թիմեց ՎՎ Պուտինին, թե ՎՎ Պուտին տերելի, Պուտինը հակած տրուսիկը հանեց գցեց քիթուբին, ասեց ցիկտի բոզը տղա։ Всё, մնացուց։ Հիմա եկերա Արցախ։ Լավ։ Եկերա։ Ղարաբաղի ժողովուրդն էլ Ռուբեն Վարդանյանի մեջ տենում են երկրորդ Նիկոլ։ Մե փրկություն։ Ուրեմն Ալամ Աշխաշ, это Սփյուռք, это ոչ Սփյուռք, Հայաստան։
լրատվամիջոցնի, մշակութային գործիչնի, то չգիտեմ գրողուսերցա Վարդան Ղուկասյանի եւ այլն հայտարարում են։ Ինչ են հայտարարում, որ Արցախը շրջափակված է։ Ռուբեն Վարդանյանն ասում է, այտենց բան չկա, կիսով չափա շրջափակված։ Ուզում եմ հասկանամ, կիսով չափը որն է, այն կիսահղի վիճակն աղջի։ Կիսով չափը որն է այդ տղա։ Ասիկան մենք այսքան ոռ ենք տալում, որ աշխարհն ասի, որ Արցախն օկուպացված է, շրջափակված է, էսա խեռը գլոխ է եւ այլն ռուսների հետ միասին, սա ասում է, չէ, մենք սնունդ մցնում ենք։ Այն Արցախի ժողովուրդն ասում են, թե սա տալոնային բանի են կազմում, ռուսական հեռուստաընկերություններ, ուկրաինական, բելարուսական, Եվրոպա, խոսում են։ Արցախի արտակարգ ու լիազոր պրեստավիցելն ասում է նետ, ստե մի փոքր պաուզա ենք դնում, հեսա մենք հետ ենք դառնում այս աղբի տողուն։ Ու ասում է խաղաղապահ զորքին բան մի ասեք։ Ուրեմն, ես մի հատ ուզում եմ դիմեմ ռուսական կողմին, նոր հետո անցնեմ առաջ, դու ատենց կայնի, բոզի տաղա։ Президент Азербайджана ясно, четко дал понять, что у армян остался год, только этот год. После этого года, то есть в 24 году или 25-м, потому что 25-го уже истекает мандат миротворческого контингента, и Азербайджан не намерен продлить, то есть Российская Федерация должна покинуть миротворческий контингент на Горный Карабах. Во всяком случае, так говорит Алиев. И если не будет делимитация, демаркация и тому подобное, то Азербайджан сам будет решать, где ее границы начинаются и где кончаются. То есть это уже явное объявление войны в будущем. Российская Федерация, которая всунула свой миротворческий контингент на Горный Карабах, правильно сделал. Но он всунул это в последний момент. Понимаем? Мы все понимаем, что 44-дневная война, это произошло только и только по согласию Кремля. Потому что без согласия Кремля Азербайджан 100% не нападал на Нагорный Карабах. Еще хуже, 13 сентября не нападал на суверенную республику. Теперь азербайджанская сторона говорит, что он должен открыть коридор Нахичеван. Итак, что я думаю, как общественный деятель, как блогер, как глава партии, почетный руководитель или президент партии «Общественный голос». Я думаю, если азербайджанская сторона начнет свою агрессию против Армении, то Республика Армения должна перейти в контрмеры. Я понимаю, это будет больно. После этого еще будет больно. То есть первый шаг – запретить эфир ОРТ, ИРТР и всех российских СМИ в территории Республики Армения. Просто-напросто взять и отключить. Второй. Признать Абхазию и Южную Осетию оккупированным территорией. Абхазия и Южная Осетия считаются частью Грузии. Если так, если Российская Федерация, Етерусастана, Хашмавур, Арцаха, Ադրբեջանիննա, ուրեմն Աբխազիան եւ Հարավային Օսետիան էլ Վրաստանիննա։ Ինձ թվում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը պիտի անմիջապես հայտարարի դրա մասին։ Я повторяюсь, если Нагорный Карабах считается частью Азербайджана, так говорит Москва, то Абхазия и Южная Осетия, извиняюсь, это часть Грузии. Точно так же Крым часть Украины. В один. Луганск, Донецк и все эти республики, которые в данный момент находятся под оккупацией Российской Федерации, они все частью являются Украины. То есть это второй шаг. Первый шаг – отключаем ОРТ, РТР. Второй шаг – Абхазия, Южная Осетия, Крым, це Украина и Грузия. Признать тот факт, что ОТГБ нема,
То есть нам оно не нужно абсолютно и выйти из состава ОТГБ. Не только из состава ОТГБ, но и из состава СНГ. Как это делала Грузия и Украина. Выходим. И если Российская Федерация, ну естественно, на факте этих действий, он перейдет разным агрессивным действиям. Ну, кроме военного конфликта. Ну, будут там армян выгонять из России, у которых вид на жительство или РВП, депортировать и так далее. При этом случае уже, если Российская Федерация перейдет все границы, весь российский капитал, который находится в территории Республики Армения, это «Газпром», электросети, тепловые станции, газ, полезное ископаемое и так далее, все вернуть обратно. В прямом смысле этого слова. РЖД. И самое главное, убрать российский вооруженный контингент из Республики Армения. Азербайджан запретил даже Габалу, он взял обратно из России. Он сказал, нет, моя Габала моя. И Россия должна была миллиарды потратить на повторное строительство Габалы, радиоэлектронной станции. Но из Азербайджана Российская Федерация не обиделся от Азербайджана. Ну, если Азербайджан так дорог России, пусть заберет весь свой военный контингент и отправит в Азербайджан. Гюмри, из города Гюмри. Сая и Масаца. Я надеюсь, русские дипломаты меня услышали. И, наконец, все те партии, которые после открытия со стороны Азербайджана коридора через территорию Армении, то есть это уже опять через одобрение Российской Федерации, все русскоговорящие школы запретить. Плюс к этому все те партии, Робик, Сержик и тому подобное, которые вот пропагандируют политику Российской Федерации в территории Республики Армения, запретить, исключить и запретить. Таков должен быть ответ. Пусть Российская Федерация не обижается. У вас в Армении огромный капитал. Огромный. Все полезное ископаемое из Нагорного Карабаха вы высосали годами. И 0 рублей пошел в госбюджет Армении. Все это пошло в карман российских олигархов. И после всего этого вы говорите, Нагорный Карабах часть Азербайджана, тогда, извиняюсь, Крым часть Украины. Абхазия часть Грузии, Южная Осетия тоже. Это вы же оккупировали. Или вам можно, а нам не можно. Это вот ответ русским. Իմացեք սրանց։ Ռուբեն Վարդանյան բոզի տղա։ Որ ասեմ ես ռուսական կոնտինգենտին մի նեղացրեք։ Այդ կարող է ռուսական կոնտինգենտի որին եկե ձեռենք տալն, չէ։ Ասեմ է ռուսական կոնտինգենտը միսիա չունի ճանապարհ բացելու։ Ես չեմ կարողանում հասկանալ։ Ինչ է նշանակում միսիա չունի։ Այսինքն քո դիվանն ու խոլն ու կրեսլոն միսիա բացելու, այսինքն կարա միսիա ունի բացի, ուրեմն ես ասեմ, որ իմանան հարգելի ժողովուրդ։ Դեկտեմբերի 26-ի շրջափակման ժամանակ մեր Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից, տոլի եսին որ մի գրող ու սև ցավից, իա համար բերում է իա խոլը, կահույքը, ռենեսանս, աղջի, հիմա հելու նստի են ռենեսանս բասկաթորի վրա, նստի թե, ես ակասեմ, ռենեսանս մեբելնա բերն, որովհետև Ռուբեն Վարդանյանի պրչոտ որը սովորական աթորի վրեն չի կարմ դրվի։ Ռուսական կոնտինգենտը բացմա, ասմա Ռուբեն Վարդանյանի մեբելնա անցի։
Դրա համար է ասեմ ռուսական կոնտինգենտին բան մի ասա, բոզի տաղա, Քրիստիկ, այսօր դու քո դլոն լվացել ես, ապրես, ասմա նետ, հիմա լսի, նստի այդ ռենեսանս մեբելի վրեն, ասմ էր կիսով չապա չէ, բաց, հիմա ոտըտ կծում ես ոտի, այդ բանը հնդկականը շորալ վերև, հիմա ոտըտ կծում ես ոտիդ, ենքան որ, հակրես տրուսիկը չայք, ենքան որ էտա կո պմբուկ, կիսով չապ երևա, թեք նստի, ահա, կիսով չապ, թեք, ելի թեք նստի, հիմա, Ռուբեն Վարդանյան, կիսով չապ, հիմա լսի ինչ ես անեմ, ոտքի, հիմա սենս պարելով մոտենում ես Քրիստի հալաջանի կիսով չապ դլոյին, պարելով, չոք, Կերա ասմո, կերա, հիմա վեկալում ես չոքի, Քրիստի կառաջարի դլոյով, այդան շարժումներով, հանի վերա, բերանը կողի մեջը բոզի տաղա կիսով չապ, դավայ, կերա, դա կեր բորրիկի վաստակ, այդը ծլիկներ դուսակալի, Քրիստիկ, ծլիկը դուրս մեջ, Ծլիկը ես տենեմ եմ արդեն, գալով կեն հելավ, ծլիկի հելավ, արդեն ծլիկներ ապարան, ծլիկներ, մոլավ էլա, ծլիկը չգի դուր պիտի մտնի, ուղը ծուսուս դու, այդ նես տեսում եմ ոս հատապրտամ ծլիկն աղջի ռուզի, ծլիկը լեզվով ծծի բազի տաղա, ռուզիկ հելի բարի, Պատանդվի, աղջի պատանդվի, աղջեսի, դու ծծի գանդոլիս հարում, բարի, կերա, աղջեսի շլավ ես պարում, բա հետո ասեմ են, հենտիկի վիդեն մեր բարեկանն են չէ, հենտկական ձևով ծծերա, էտ իշը դրանց անունեց, փոշի ծպնի դլոյդ վեն ու կողի մերանը, Փոշին, գունավը փոշիները, ասեն, ծպնեք, ռուսիկ ծպնի վրեն, փոշո, բդիեն, բուդը դիուսին, ծսրա, ռենեսանս, բոզի տաղո, ասեմ, ռուսների բալմի ասեք, դու ծսրա, Կիսով չապ ասեմ ապակ, կիսով չապ ծսրա, նարկամա բոզի տղեք, ամբողջ աշխարհում եք սենց վայնասուն եք դնում, ասեմ եք ճանապարհը փակ Արցախը շրջափակված է, ծափահարում ենք բոլորով, ասեմ եք կիսով չապ, հերիքա, սիկտիր արա, Հանեք սեդում եք բոզի տաղուն, խորոպ, են ավիանել հետը, խորխ, միզաթթու, բայց լավ երկեր, մանա դու ռենեսանսի վեր են, Ոչ մի կեպ չի կարողանում հասկանալ, որ կիսով չապ շրջափակումը որն է, այսինքն ամեն ինչ անում է ջանդամ թե ընդեղ, չգիտեմ ժողովուրդը սովից են մեռնելու, բան չկա, դեղորայք չկա, հիվանդները մեկը հետևից ալում են բան բիզիմ դիր ևել են, բայց հանկարծ ռուս խաղաղապահ ինչը նեղացնեն, Հանկարծ աշխարհը չարձանագրի, որ Ռուսաստանը իր վրա դրված պարտականությունը չի կարող կատարի, 30 հոգու չի կարող ասի բոզ դղեք, ես կոմանցեք, ավտոները գնան գան, ուրեմն եթե մյուս անգամ
Արցախի որևիցե մի չինովնիկ ֆիքսվեց, որ հլմա եղածը փորձում փեշերը փռիվրեն ու ասի վայ գիտեք ինչ ռուսին մի նեղացրե կամ ֆրանսիացուն մի նեղացրե գերմանացուն մի նեղացրե այսինքն որևիցե մի ազգի ավելի բարձր դասեց քան իր սեփական ազգն է ու փորձեց ոգապ չունի դա ռուս կլինի գերմանացի կլինի պարսի կլինի ինչ քակ ուզում լինի ու նման հակապետական հայտարարությունը արե տնով տեղով են գալու կիսատ Կիսով չափ սերական շրթեր ծծելու, տնով տեղով։ Եվ ես բանը ռուսական նոր գծագրված ձեռագիրը պալոն Աբազյան, ես չգիտեմ, ձեր KGB-ն շարունակում է մնալ ռուսական ազդեցության գոտում, թե ոչ, բայց ոնց հասկանամ եմ, այո։ Եվ են խփնված բոզի տաղուն էլ դու զեկուցում ես, թե չես զեկուցում, որ գիտեք, ինչ ռուսական կողմը նախատեսում է Պերևարոտ Ռուբեն Վարդանյանի ձեռով, որ նորից Ղարաբաղյան կլանը գա իշխանության։ Եվ եթե գտնվի որևիցե մի ազգային անվտանգության ծառայող աշխատակից վարչության պետ եւ այլն քաղաքական գործիչ նու մենք գիտենք Ռոբիկ Սերժիկ այդ թայֆենա բայց դրանից դենը եւ ինչ-որ մի այլ բոզի տղա ու եթե իմ հատուկ ծառայությունները իմ օպերատիվ ծառայությունը ֆիքսեց որևիցե մեկին հակապետական գործնեություն ծավալելու վրա որևիցե մի մինիստրի որևիցե մի բանը զամինիստրի կամ վարչության պետի եւ այլն անձամբ են տնով տեղով սերը փոխելու եւ հորդորում եմ գլխավոր դատախազությանը ձեռնարկել բոլոր հնարավորին միջոցները որ Հայաստանի Հանրապետության այսինքն կա այդ օրենք արդեն պետականության դեմ ելույթ ունեցողներին ծածցնել հա որ ասում չեմ մտնենք նյութենական պետություն մտնենք Ռուսաստանի կազմի մեջ այտենց բոզի տողություններ խոսողներին բայց դա քիչ է նորից եմ կրկնում հարգարժան դատախազություն Այսօր մենք ունենք պետական, այսպես կոչված քաղաքական գործիչներ, որոնք մտած են այլ պետությունների ոռը, դա լինի Ռուսաստան, դա լինի Եվրոպա, դա լինի Ամերիկա, դավաճանությունը մեկ է, ում համար ես դու աշխատում, դավաճանը մնում է դավաճան։ Ես հասկանում եմ, որ կարող լինեն ընդհանուր քաղաքական շահեր Ամերիկայի հետ, Ֆրանսիայի հետ, Եվրոպայի բան Ռուսաստանի հետ, բայց այդ քաղաքական շահերը պետքա գոնե հավասար լինեն ին եւ այդ երկրի շահը։ Այլ ոչ թե նրանց ավել ու նրանց հանուն նրանց շահի ես իմ երկրի պետականության վերջը դնեմ։ Կապ չունի, որ երկրի համար է դա։ Ես հասկանում եմ մասնավոր անձինք հա կարող է ոչ թե գտնվեն վիրավորված լինեն, նյարդայնացած լինեն, ասեն, չգիտեմ, լրիվ ինչ որ պրո ռուսական բան արտահայտեն կամ պրո-ամերիկյան, դա լրիվ ուրիշ է, ասեն, վայ, չգիտեմ, ապրիբան Պուտին կամ ապրիբան Բայդեն, դա ուրիշ է, բայց երբ որ քաղաքական գործիչ կուսակցությունն է գնում այն նման ճանապարհով, դա արդեն պետության վերջն է։ Մաքսիմալ ազգային անվտանգությունը պետք է զբաղվի, մաքսիմալ, եւ Ռուբեն Վարդանյանի նմաններին միանշանակ պետք է вообще չթողել Հայաստանի Հանրապետություն։ Երբ որ ինձ մի անգամ նկատողություն էին ուզում տային հայ, երբ որ ես գացիկին, Ղարաբաղցի գացիկին, հարց էի տվել ձեր այցի նպատակը Հայաստանի Հանրապետություն, մինչև Սերժ հասել էր, զուպի ժողովուրդը կհաստատեն։ Ռուբեն Վարդանյանը ոտ դրեց Հայաստանի Հանրապետություն, պետք է հարց տալ ձեր այցի նպատակը Հայաստանի Հանրապետություն։ Եվ թույլ չտալ այդ բոզի տղուն մտնի տարածք։ Պրոստը նապեսը թույլ չտալ, անցանկալի անց։ Ղարաբաղը Հայաստանի տարածք չի, 30 տարի շարունակ այս բոզի տղեկից ոչ մեկը համարձակություն չի ունեցել ճանաչել Ղարաբաղը գոնե անկախ կամ Հայաստանի մաս, որովհետև եթե ճանաչեին ու այս Ղարաբաղի տասնամյակներով թալանված ընդերքի պատասխանը պիտի տային, ոսկի, պաղինց, արծաթ, չգիտեմ, երկաթ եւ այլն, որովհետև թալն է կեղեք է տարել են, հիմա Ալիևն ուզում է ծծցնի, ճիշտ է, ահա, հանուն դրա չեն բանարել ճանաչել ռոբասերժական կլանը, որովհետև ես արդեն լսում եմ Ղարաբաղցի իմ ամբողջ տեսադաշտում հայտնում է մի կերպար թալանչի։ Թալանչի։ Ուստի այս նման երևույթներին չպետք է թողել մուտքը Հայաստանի Հանրապետություն։
Թո Ստեփանակերտից Ադրբեջանով թռնի ուր ուզում է։ Ռուսաստան չի կարող գնա, Եվրոպան ցանկալի անձա, Ադրբեջան գնաց կծածցնեն, Հայաստանի հետ բաբշի գործունի։ Ռուբեն Վարդանը պիտի ցմա մնա Ղարաբաղում էլ մեռնի։ Որովհետև հետ կար հայերն ասեն մարդեն 44 օրյա պատերազմի ժամանակ ու էր այդ բոզի տղեն։ Ձերը գրպանը տարավ մի բան ղրգեց։ Ոչ։ Որովհետև եթե ղրգեր ռուսը Կրեմլի զանգերի տակ ուրիշ ռուսական երաժշտության տակ այսպես կծծներ, ոնց որ նոր ես արեցի։ Բոզի տղեկ։ Այսօր այսքանում։ Շնորհակալություն, հաջողություն։